Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեմ վախենա եւ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ցնցած վեդի մանկապղծության դեպքն է, որը տեղի ունեցել 3 ամիս առաջ, սակայն միայն նախաձեռնվում է քրեական բուն գործընթացի է հասնում լրագրողների բարձրացրած աղմուկից հետո, ընդհանուր առմամբ դուք ճիշտ եք ասեք իրավական գործընթացը ես ինչ կապ ունեմ, բայց ուժայինների, քննչական մարմինների աշխատանքի թերացում, գործունեություն այս դեպքում դիտարկում եք, թե չէ, որովհետև օրինակները բազմազան են։ Մի քանի ամիս առաջ 1.5 տարեկան երեխա մահացավ 1.5 ամիս տևած ծեծից հետո, վենդետաները հանրապետությունում շարունակվում են, կանխամտածված սպանությունները գոհեք ուժայինների, քննչական մարմինների աշխատանքից եւ մեկ կարճ հարց Վարդաշենցիները խնդրել են իրենց խնդրի հետ վերաբերյալ ձեզ փոխանցել, ամիսներով, տարիներով մնացել են վթարային շենքերում, Ավինյանը ասում է, խոսում է տվել չի լուծվում, չեն կարողանում ապրել, ես անձամբ այնտեղ եմ եղել անձրևների ժամանակ, փլուզումներ եւ այլն մի սարսափելի վիճակ, ասում են երբ է լուծվելու մեր խնդիրը։ Վեդի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Դուք այդ գործերին, ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ եւ այդ աղբյուրներին, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված եւ իհարկե այդ բանի անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք եւ համակարգից կհեռացնենք, այսինքն այդ գործերը մի մասին հեռացրել են գիտեք արդեն։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել եք, դուք եք գնացել հետա դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները աշխատանքը չկատարեին իրանց, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։ Եվ մնացած ընթացքը իրավական կապահովի, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, ես ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, ես եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել, որովհետեւ ես վախենամ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, ովքեր տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում եւ նրանք անընդհատ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ եւ ես փաստերը ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հաճախ հանդես են գալիս, հաճախ չէ, որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։ Ես ուզում եմ հիշեցնել նաև նախկին իշխանության ձեզ հայտնի շրջանակների հետ կապված ինչ դեպքեր են եղել, որոնք հետագա հովանավորության ներքո ինչ պրոցեսներ են տեղի ունեցել։ Եվ հետևաբար մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք եւ որպեսզի դեպքերից մենք կարողանանք խուսափել։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, ընդհանրապես դատաիրավական համակարգի հետ կապված ես մի անգամ չի որ արտահայտվել եմ, դրա համար մենք իրավապահ համակարգը բարեփոխել ենք եւ կբարեփոխենք եւ կշարունակենք բարեփոխել։